Հունվարի 1-ից մոտ 1 միլիոն 600 հազար մարդ կունենա առողջության ապահովագրություն։ Ազգային ժողովն այսօր ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը։ Պետությունն ամբողջությամբ կվճարի մինչև 18 տարեկան երեխաների, 65+ տարիքի քաղաքացիների, սոցիալապես աջակցության համակարգում ներառված անձանց, այդ թվում զոհված զինծառայողների ընտանիքների ապահովագրավճարը։ 200.000 1 դրամից մինչև 500.000 դրամ ստացողների ապահովագրավճարի գերակշիռ մասը 2026 թվականին պետության կողմից փոխհատուցվելու է։ Ապահովագրության փաթեթը այս խմբերի համար նույնն է լինելու, արժեքը տարեկան 129.600 դրամ, ամսական 10.800 դրամ։ Factor TV-ն մայրաքաղաքի բնակիչներից փորձել է հասկանալ, արդյոք կարողանում են գումար հատկացնել առողջական ծախսերին եւ ինչպես են վերաբերվում առողջության համընդհանուր ապահովագրությանը։ Վերջին անգամ դուք երբ եք գնացել զննության, արդյոք գնացել եք բժշկական զննության, զուտ պլանային։ Մոռացել եմ, բայց աղջիկս որ գալիս է, ինձ տանում է ստուգման։ Это бывает, наверное, год раз. Տարին մեկ։ Այսինքն ամեն տարին մեկ անգամ փորձում եք զննություն։ Դե աղջիկս է տանում էլ ինձ, հա, ստուգման։ Անցյալ տարի այս օրերն էր, էլի ապահովագրության ատամներից համար եմ գնացել, թե չէ ուրիշ ոչ մի բանին չեմ գնացել։ Երևի 5 տարի առաջ, որ սննդի կետում էի աշխատում, այնտեղ եմ գնացել ստուգման։ Իսկ որոնք են լինում պատճառները, որ չեք գնում մենակ ստուգման, առողջական խնդիրներ։ Չէ, ուղղակի կարիքը չունեմ, փառք Աստծո, կարիքը չունեմ գնալու։ Իսկ ձեր եկամուտի քանի տոկոսն եք օրինակ տրամադրում ձեր առողջությանը։ Էդ էլ չեմ կարող ասել, որովհետև փառք Աստծո 1000-ից 1 եմ հիվանդանում, շատ քիչ եմ օգտագործում, բայց ընտանիքումս ունեմ, որ երկրորդ կարգի թոշակառու են, թվեր է պետք իր, ասենք, դեղերի համար, բժշկի կոնսուլտացիայի համար, մի կոնսուլտացիան 15.000 դրամ է, դե 15.000 10 կոնսուլտացիայի, մի 30-40 հազար 10 անալիզների, մի դեղերն էլ վրադիր արդեն շատ դժվար է լինում։ Ես բժշկուհի եմ, գիտեմ, պետք չի սիմպտոմներ, եթե չունեմ, չեմ գնում։ Մոտ 3 տարի առաջ։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ չեք գնում, առողջական խնդիր չկա, թե օրինակ ֆինանսական հարցերն են։ Դեռ առողջության խնդիր չկա, փառք Աստծո։ Երևի թե ֆինանսներն են մի կողմից եւ անհրաժեշտությունն էլ, դրա համար էլ չեմ գնում պոլիկլինիկա շատ հաճախ։ Ձեր եկամուտի քանի տոկոսն եք օրինակ տրամադրում ձեր առողջությանը։ Երևի ոչ մի տոկոսը։ Ընդհանրապես տարին մեկ որ աշխատում եմ ապահովագրություն ունեմ, կա տարին մեկ կարամ գնամ, բայց տարի արին որ չեմ գնում իրականում տենց։ Ես ավելի քիչ եմ գնում, բայց էլի տարին 2 անգամ անպայման գնում եմ։ Գնում եմ, հետևում եմ, անալիզներ եմ տալիս, բուժում ճնշման համար դեղեր եմ ստանում։ Այսօրվանից ընդունվել է արդեն հաջորդ տարվանից կգործի պարտադիր բժշկական ապահովագրության մասին օրենքը։ Ինչ եք կարծում, դա ինչ կտա ընդհանրապես ձեր հարազատների առողջությանը։ Պիտի որ մի քիչ օգնի, որպես ֆինանսի համար օգնի, որ քիչ ֆինանս նստի մեր վրա, որ տանենք հիվանդներին նորմալ զննման։ Ну երևի դրական։ Ինձ թվում է դրական։ Լավ բան է դա, եթե լինի։ Դե երևի մարդիկ կսկսեն իմ օրինակով երևի լավ կլինի, որ բուժզննում անցնենք եւ կանխենք որոշ խնդիրներ առողջական։ Ինչքանով տեղյակ եմ, նույնիսկ վերջնական չգիտեն թե ումը որ հասնում է, այսինքն տարեցներն էլ 65 եւ բարձր տարեկի, թե իրանց ինչա հասնում կոնկրետ, ինչ հիվանդություններ կամ ինչ դեղորայքեր են փոխհատուցվելու, ոնց որ մեզ որ հաստատ բան չի հասնելու դրանից։ Իսկ ապահովագրություն ունեք։ Չէ, ապահովություն չունեմ, սպասում ենք այս օրենքին տեսնենք ինչ Ինչ անում։ 65 տարին լրանա։ Կամ այդպես կամ էլ ապահովագրություն մենք լավ կվերցնենք։ Շատ լավ բան է, ամբողջ աշխարհում էլ դա կա։ Եվրոպա, Ամերիկա, Ռուսաստան, բոլոր տեղերում կա։